Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ երեք ձերբակալվեց ԲՀԿ առաջնորդ բիզնեսմեն Գագիկ Ծառուկյանը եւ նախ թույլ տվեք, կալանքի որոշում ես պայի դրությամբ չգիտեմ կա չկա, ներողություն եմ խնդրում, բայց նախ թույլ տվեք ընթերցել թե ինչի համար է ձերբակալվել, հետո անցնենք առաջ, լավ։ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 22-ից 24 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Ես խնդրում եմ ուշադրություն դարձնենք թվականներին 22-ից 24 թվականներին, այսինքն այսպես թե այնպես վաղեմության ժամկետի հետ խնդիր չկա, որ փառք Աստծո, որովհետև չգիտես ինչի անընդհատ այս շոուները լինում են, հետո նայում ես վաղեմության ժամկետ կիրառվեց։ Բայց մյուս կողմից էլ պետքա գնահատել հետեւյալ կերպ, ասենք 22-ից 24 թվականներին Ծառուկյանը իրեն ում տեղն է դրել, որ որոշել է մտնի նման գործարքների մեջ։ Ես չեմ հասկանում, այս մեծ բիզնեսմեն, մեծ գումարներ ունեցող մարդկանց, հա, ովքեր իբր լավ բիզնեսմեններ են, հաջողակ բիզնեսմեններ են։ Այս բանա փողերի լվացումը ինչի պիտի զբաղվես ու հարցականի տակ դնես համ քո բիզնեսը, համ քո անվտանգությունը, համ մյուսը, էլի։ Ինչի համար։ Ունես հնարավորություն բիզնես անել։ Մարդիկ կան $1000 են ման գալիս, որպեսզի ներդնեն մի հատ փուճուրիկ բիզնեսի մեջ, $2000, $5000։ Ընդ որում պետքա երկար իրենց բերանից կտրեն իրենց ժամանակից, մի քանի տարի չարչարվեն, որպեսզի դա կառուցեն, դարձնեն բիզնես։ Դու ունես գնա մաքուր քո բիզնեսն արա 1000 անգամ ասված է գնացեք օրինական դաշտում աշխատեք ձեզ բան ասող չի լինի անցեք մոռացեք այն բանը չէ գնում են ինչ որ արկածախնդրությունների Ես պատկերացնում եմ, ասենք, դուք պատկերացնում եք, եթե Հայաստանը երբևէ խուժանապետություն եղած չլիներ, մենք հիմա ինչ օրինական, օրինապաշտ, ակուրատնի բիզնեսմեններ էինք ունենալու, ում գործունեությունը օրինակ էր ծառայելու շատ երիտասարդների, եւ հիմա հանրության վրա ինչպիսի դրական բանով ազդեցություն կարող էր ունենալ, բայց սրանք այս խուժանապետության ժամանակ աճածները բնականաբար չեն կարողանում մտնել դասական բիզնեսի դաշտ, որովհետև իրենք բիզնես մտածողություն չունեն։ Իրանք են դալալի, ստից վերցնեն այնտեղ դնեն, այնտեղից մի հատ շուստրություն անեն, մի հատ եսի ինչ անեն, սա է իրանցը։ Եղել ու կա, ապորինից անգենես ինչ բանը ստեղից բերեն, ինչ բան այնտեղ, այլ կերպ չեն կարող նրանք։ Եվ զարգացել են հենց այն ժամանակները, երբ որ միջավայրը եղել է այդպիսինը։ Իսկ այդ միջավայրը ձևավորողները ովքեր են եղել երկրի ղեկավար ովքեր են հանդիսացել նույն մակարդակի միջակայությունները ովքեր այնքան էլ չեն հասկացել թե պետությունն ինչա ու ամեն ինչ վարկաբեկել են շարունակենք Մասնավորապես, ըստ քրեական վարույթում առկա տվյալների Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ եւ ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց հետ ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություններ, որոնց շրջանակում հիմնել են նաեւ համատեղ իրավաբանական անձինք։ Այնուհետև Իրան-Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրման կապ ստեղծելու քողի ներքո գործելով խաբեությանը եւ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում ձեռնարկատեր հանդիսացող մի շարք անձանց կողմից ղեկավարվող եւ այնտեղ գործունեություն ծավալող ընկերություններից ձեռք են բերել եւ Հայաստանի Հանրապետություն են ներմուծել 52 միավոր տրանսպորտային միջոցներ, տեխնիկաներ, վառելիք եւ տարբեր տեսակի ապրանքներ։ Ապա ներկրումները քողարկելով տնտեսական գործունեություն ծավալելու ձևական դրսևորումներով կեղծել են ներմուծման մաքսային հայտարարագրերը եւ պաշտոնական այլ փաստաթղթեր։ Նախապես առաջացած դիտավորությամբ հափշտակել են ընդհանուր 21 միլիոն 72,827 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 8 միլիարդ 126 միլիոն 946 հազար 460 ՀՀ դրամ արժողության գույքերը։
Այնուհետև հանցավոր խմբի անդամները նպատակ ունենալով օրինականացնել վերը նշված հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված գույքերը, դրանց հանցավոր ծագումը քողարկելու նպատակով ապրանքների հափշտակությունից հետո Հայաստանի Հանրապետության ներմուծման փաստաթղթերը կեղծելու, դրանց մի մասը նաև կեղծ փաստաթղթերի հիման վրա օտարելու եղանակով քողարկել են խարդախությամբ հափշտակված տրանսպորտային միջոցների եւ մյուս ապրանքների հանցավոր ծագումը, փոխակերպել եւ վաճառքից առաջացած գումարները միախառնել են իրենց այլ եկամուտներին, թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի եւ դրամական միջոցների իրական ծագման բնույթը, դրանց տալով օրինական տեսք։ Բացի այդ, Գագիկ Ծառուկյանը հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ՍՊ ընկերության իրական շահառու, վառելիքի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ՌԿ-ի հետ գալով նախնական հանցավոր համաձայնության, կազմակերպել եւ ղեկավարել է վերջինիս կողմից վառելիքի ներկրման գործարքի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի ԵԻ-ից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով 934,465 ԱՄՆ դոլար գումարի հափշտակությունը, որի արդյունքում առաջացած գումարները միախառնել է իր ղեկավարած ՍՊ ընկերության օրինական շրջանառությանը, այդպիսով քողարկելով եւ թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի եւ դրամական միջոցների իրական ծագման բնույթը, դրանց տալով օրինական տեսք։ Հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով 2 դրվագ առանձնապես խոշոր չափերով խարդախությունը կազմակերպելը, 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով 2 դրվագ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը կազմակերպելը, հանցավոր խմբի անդամներից մեկի նկատմամբ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով 2 դրվագ եւ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով 2 դրվագ հանցավոր խմբի մյուս անդամի նկատմամբ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։ Առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման եւ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի առթիվ գլխավոր վարչությունում քննվող 1 տասնյակից ավելի քրեական վարույթների նախաքննության շրջանակում ՀՀԱԱՑ, ՀՀՊԵԿ, ՀՀՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ 70-ից ավելի հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, առարկաներ, այդ թվում հափշտակված տրանսպորտային միջոցները։ Գագիկ Ծառուկյանն եւ հանցավոր խմբի եւս մեկ անգամ ձերբակալվել են, դատարան ներկայացնելու նպատակով հանցավոր խմբի մյուս անդամի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։ Դե Գագիկ Ծառուկյանը լինելով իր բիզնեսի համար Հայաստանում իր անվտանգությունը, այսպես քաղաքական անվտանգությունը եւ բիզնես անվտանգությունը, եթե դա բիզնես կարելի ասել, էլի, բանը ապահովելու համար ուներ իհարկե կուսակցություն ստեղծած ճիպոտի պես օգտագործելու համար, գործիք որպես օգտագործելու համար, որովհետև ցանկացած քաղաքական գործիչ, ով որ մտնում է քաղաքականություն, պետքա ցույց տա իր ուժը, ինչքան մարդ ունի իր թիկունքում կանգնած, հա, եւ դա հաշվի առնցվում մնացած բոլորի կողմից համենայն դեպս այն ժամանակ։ Հիմա բնական է, որ այս կուսակցականները Արման Աբովյան, մյուս իվետան դուրս են եկել ու մենք սատարում ենք Գագիկ Ծառուկյանին, սա բռնաճնշում է քաղաքական եւ այլն։ Ուրեմն Աբովյանին, Իվետային, այն մյուս կառույցներին, ստից մտից ՀԿ-ներին, ովքեր նույնպես միջոց են եղել երևի փողերի լվացման, ասեմ հետեւյալը, որ դուք նախ սատարում եք երևի հանցագործությունը, որովհետև դժվար թե այլ բան դուք կարողանայիք սատարել,
Եվ երկրորդ հասկանում ենք ձեր մտավախությունը, մտահոգությունը ոչ մի բան դառնալու, որովհետև իրականում այո, քաղաքական ոչ մի բան ենք մենք տեսել ԲՀԿ-ի կատարմամբ, էլի, ի՞նչն եք սատարում։ Ինչ քաղաքական բռնաճնշում։ Հուշեմ ձեզ, սահմանադրական դատարանը արդեն կայացրել է իր վճիռը։ Այսպես թե այնպես դուք արտախորհրդարանական ուժ եք։ Եթե ձեզանից ինչ-որ մեկը ուզենար վրեժ լուծել, այն էլ քաղաքական առումով, վստահ եղեք ժողովուրդը ոտքի կկանգներ, որովհետև ժողովուրդը այդ իմաստով բավականին զգայուն է, մի 20 տարի դրա մեջ ապրել է, դա բողոքել է, այդ հանգամանքը բողոքել է, դրա դեմ մի ամբողջ հեղափոխություն է արել, եւ այսօրվա դրությամբ իշխանությանը շատերը սատարում են հենց նրա համար, որ բռնաճնշումներ որպես այդպեսին չկան, բայց զուգահեռաբար պահանջ կա, որ չդիտարկելով նրանց քաղաքական լինել կամ չլինելը, միևնույնն է պետք է հանցագործները արժանանան կոնկրետ օրենքով սահմանված պատժի, որովհետև արդարությունը միայն այդպես կարող է վերականգնվել։ Չի կարող լինել օրենքից վեր որևիցե մեկը եւ չի կարող լինել պետությունից վեր որևիցե մեկը։ Հասկանում եք։ Եվ եթե խոսում ենք բռնաճնշումներից, ես այստեղ մի բան եմ հիշում, 21 թվականից սկսած ինչ-որ վենդետաներից էիք խոսում, հիշում եք, ինչ-որ բեմադրություններ էիք իրականացնում ընդհուպ մինչև գնդակահարության տեսարաններով, սա, այսինքն, դուք ինչ էիք դրանով ասում, արդյոք չէիք ասում ժողովուրդ մեզ ձայն տվեք, որ գանք սրանց բոլորին բռնաճնշենք, գնդակահարենք, էս անենք, են անենք, այսինքն դուք միակողմանի եք նայում ամեն ինչին, որտեղ էր ձեր գնահատականները, ընդհակառակ դուք մասնակից էիք այդ ամեն ինչին, կազմակերպիչներ էիք, տասնապետեր ու հարյուրապետեր էիք, այնպես որ եթե մի բանի վրա դու չունես օբյեկտիվ կողմնորոշում, ապա վստահ եղիր, որ մի օր քո դուռը նույնպես թակելու է այն ամեն ինչը որ ներկայացնողը ինքդ ես եղել։ Ծառուկյանը նախ քաղաքական մարդ չի եւ թե Իվետային, թե Աբովյանին, թե մյուսներին ասեմ հետեւյալը, այդ ձեր ծպտունը ոնց որ թե դուրս չեկավ, երբ որ իսկապես քաղաքական բռնաճնշումներ կային, օրինակ հանրապետականների կողմից։ Բռնաճնշում ո՞րն էր, մի ամբողջ նիստ քաղաքական, որտեղ որ մի քաղաքական ձևակերպում չլսվեց, բոլորը ինչ ասես ասեցին, ինչ ասես։ Սա բռնաճնշում չէր, բայց ինչի դուրս չեկաք, հա, Ծառուկյանը ասեց լավ դուրս մի եկեք, որովհետև դե մի ինչ անենք, հա, թե այդ ժամանակ դեմոկրատիա չկար, ժողովրդավարություն չկար, դրա համար դուրս չէիք գալիս, դրա համար ձայները փորներից դուրս չէր գալիս, ինչ եք խուճապի մատնվել, քաղաքական բռնաճնշում։ Քաղաքական բռնաճնշում լիներ դուք 3-դ էլ ինչ գործ ունեիք, մասնակցեիք ընտրություններին։ Հանրությունը եթե մի հատ բողոք ուներ, թե 21-ի ընտրություններին, թե այս ընտրություններին ավելի գեներացված էր այդ բողոքը, որովհետև ի տարբերություն 21-ի, երբ անվտանգության խնդիրը առաջնային հարց էր եւ բանակին առաջնային հարց էր, այսօր շատ ավելի շեշտը մեծ էր դրած ու դուք յուղոտ շեշտ էր դրած ու դուք շատ լավ գիտեք դա։ Պահանջը կոնկրետ հանցագործներին պատժելն է։ Եվ եթե ապացուցվի, որ մարդը հանցագործ է, դուք մեխանիկորեն դառնում եք հանցագործների պաշտպաններ, հասկանում եք դուք։ Բայց այստեղ ուրիշ բան էլ կա, ժողովուրդ ջան, նրան միայն ԲՀԿ-ն չի պաշտպանում, ես ընթերցեմ ձեզ համար Հայաստան դաշինքի պաշտոնական հայտարարությունը, հա։ Հայաստան դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, հայտարարության մեջ ասվում է. Հայաստան դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, ինչպես նաև վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող ձեռնարկություններում այսօր իրականացված գործողությունները։ Փաստում ենք ուժային կառույցները քաղաքական մահակի վերածելու եւ ընդդիմախոսներին ճնշելու գործող վարչախմբի գործելավոճը դուրս է իրավական որևէ տրամաբանությունից եւ արտացոլում է իշխող վարչախմբի վախերը։ Սեփականության իրավունքի ոտնահարումն ու տնտեսական տեռորը ուղղակի հարված են երկրի ներդրումային միջավայրին եւ տնտեսական անվտանգությանը։ Ես պետք բան հարցում եմ, Քոչարյան բանը, օտար երկրը ինչ ներդրում է, հեչ Հայաստան բերել։
որ sense խոսում եք օտար, ասենք 10 տարի ղեկավար ես եղել։ Ինչ օտար երկար ներդրում ես բերել Հայաստան։ Հայաստանից ես մի բան էլ տվել տարել են։ Եվ ոչ միայն գործարանների ու գույք պարտքի դիմացներ, ինչ որ պարտքի դիմացների շրջանակներում։ Դու հողա տարածքել։ Ինչ օտար է, այն որ մի երկու հոգի օֆշորից բանա Կիպրոսցի էիք բերում կանգնացնում էիք, ասել ասող այդ բաբճկով ու թե բա նայեք, էս էլ մեր Ժորժիկն է։ Այդ էր ձեր օտար երկրա ներդրումները։ Մեծ օտար երկրա ներդրման անուն տվեք էլ։ Բացի նրանից, որ օտար երկրա ներդրողները երբ որ գալիս էին, ոնց էիք խլում ինչ կար չկար ու փախցնում Հայաստանից։ Ակնհայտ է, որ այսպիսի գործողություններով իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը։ Բարձվում է Հայաստանում լեգիտիմության ճգնաժամ կա իշխանությունների մոտ։ Ես չգիտեի, այսինքն պարզ մեծամասնություն ունենալը, որը սահմանված է օրենքով, իրանք ձևակերպում են ճգնաժամ։ Լեգիտիմության ճգնաժամ։ Ուրեմն Հայաստան դաշինքի ներկայացուցիչներին ասեմ, լեգիտիմության ճգնաժամը ինչպիսին է լինում, դա նույնպես օրենքով սահմանված է։ Ու եթե գանք դրան, դուք հայտնվում եք ծիծաղելի վիճակում, սենց սիրուն բառեր շարելով չի ձեր էլեկտորատի համար։ Օրենքով սահմանված է, որ պարզ մեծամասնությունն է։ Այդտեղ ոչ մի ճգնաժամ չկա, շարունակում աշխատանքները ազգային ժողովը։ Եթե շարունակում աշխատանքները ազգային ժողովը, այդտեղ ճգնաժամ չկա։ Եվ հակապետական նպատակների իրագործման ճանապարհին վերացնել հնարավոր դիմադրության բոլոր օջախները։ Հակապետական նպատակների իրագործման ճանապարհին վերացնել հնարավոր դիմադրության բոլոր, այսինքն դուք կարծում եք, որ օրինակ, երբ որ սահմանազատման ու սահմանագծման դեմ դուրս եկեք էլ միտինգ անելու, սահմանազատումը դա հակապետական գործունեություն էր, իսկ ձեր կողմից Հայաստանի Հանրապետության սահմանների չճանաչումը բան է, հա, հանուն պետության դիմադրություն է։ Դուք լուրջ եք խոսում, ապա կարող ենք իմանալ ըստ ձեզ մեր պետության սահմանները որտեղ են։ Երբ որ ասում եք պետության, դուք որոշակի սահմաններ եք, չէ՞ ճանաչում, որովհետև պետությունը իր իրավազորությամբ է որոշում։ Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանակը որտեղ է։ Չէ, դուք կարող եք ասել օրինակ Արարատ լեռը, բայց հարց հիմա կհետևի հաջորդ հարցը։ Եթե Արարատ լեռան փեշին մի հատ քուրդ, մի հատ թրքի սպանի, Հայաստանի Հանրապետության օրենքով են դատելու, ձերբակալելու են բերեն մեր իրավազորության սահմանները որտեղ է Հայաստանի Հանրապետության։ Ու դուք պետություն բառն եք կիրառում։ Դուք, որ պայքարում եք Հայաստանի Հանրապետության սահմանների ոչնչացման օգտին, որ չգծվեն սահմաններ եւ իրավազորության տարածքը չընդգծվի։ Դուք բանն եք, տենց հակապետականության դեմ պայքարողները, ցնդելու բան է, էլի։ Թե որ բարձանում ջերմուկ եք գոռում, դրանով դարձակ տենց լուրջ պետական բաներ, գործիչներ։ Ջերմուկից գոռալու փոխարեն ջերմուկում լինել էր, բայց ճիշտ է, այդ սահմանազատման արդյունքում է այդ ամբողջը վերադարձվելու։ Դուք դրան դեմ եք։ Եվ ձեր սրբազան շարժման առաջնորդը, ում միջայլոց սատարում էին Քոչարյան ենք, Տաշիր Սամո ենք, մյուս, ասում էր չէ, մեր զինվորը որտեղ կանգնած է, այդ է մեր սահմանը։ Այսինքն դուք դեմ եք, որ այն մյուս հատվածը, որը խլված է, հետ վերադարձվի։ Դա է դա նշանակում, թե դուք այդքան չէիք մտածել։ Դուք եկել իբր ազգային օրակարգ թելադրողն եք դարձել Հայաստանում։ Ամեն ազգայինը վարի տվածներով եկել ազգային օրակարգ թելադրող եք խաղում։ Թե գիտեք բանը, երկու հատ ռազմահայրենասիրական երկ երգելով դառնում են բան, ազգային ուժ։ Ամեն մեկը դոլարային միլիարդատեր եք, մի հատ կասեք, մեկը իմանանք, ազգի զարգացման համար քանի ինստիտուտ եք ստեղծել։ Արա ինստիտուտ չէ մարդ,
Քանի դպրոց կամ մանկապարտեզ եք կառուցել։ Դուք ձեր խեք տարել այդ մանկապարտեզների խեք գողացել։ Սա է ազգայինը ձեր, որ ազգ է ազգայինը։ Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին եւ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց։ Հրավիրում ենք միջազգային բոլոր դերակատարների ուշադրությունը Հայաստանում հետընտրական զարգացումներին եւ կոչ անում հստակ գնահատականներով կանխել Հայաստանում ավտորիտար ռեժիմի ամրապնդումը։ Հայաստան դաշինք 6 հուլիսի 26 թվական։ Կանդրադառնանք կարճ դադարից հետո։ Վերադառնանք, դե մի հանցակից ընկերոջ հարցը ավարտեցինք, անցնենք մյուս հանցակից ընկերոջ գործընկերոջ հայտարարությանը, որովհետև այո, չեք պատկերացնի, բայց որ Նիկոլ Փաշինյանը ասում էր եռագլուխ, ճիշտ էր ասում, որովհետև երրորդ գլուխն էլ է խոսել։ Ուժեղ Հայաստան դաշինքը նույնպես հայտարարությամբ հանդես եկել Եվ ես սիրով կընթերցեմ ձեզ համար։ Ուժեղ Հայաստան դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների կողմից Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումներն ու նրան պատկանող ձեռնարկություններում տեղի ունեցած խուզարկությունները։ Այսինքն դու մեծահարուստ ես ու քաղաքական կուսակցություն ես մաց ստեղծել ֆինանսավոր փող ունես ստեղծել ես։ Խնդիր չունես, որովհետև շտաբ ունենալու կուսակցականներ պահելու բանցած բաների այդ խնդիր չունես քո կապերը բավարարում են մի քանիսին գործի տեղավորես բան դες պահում ես կուսակցությունը բայց դու բիզնեսմեն ես ու խալտուրաներ ես էլի անում տենց փողերի լվացում բան ու բնականաբար իշխանություն բանը իրավապահ մարմինները իրավունք չունեն մտնելու ստուգելու իրավունք չունեն այսինքն կոչը հետևյալն է դառնում ստեղծիր քաղաքական ուժ մտիր ցանկացած բիզնեսի մեջ ու ապօրինի ինչ ուզում ես արա հարստացիր քեզ իրավունք չունեն ձերբակալելու սա դառնում է Հայաստան դաշինքի եւ ուժեղ Հայաստանի կոչը մեր հանրությանը եթե մեկնաբանում ենք դեն հիմի շարունակենք Նրան պատկանում է, սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական օրինակն է։ Գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին։ Դուք քաղաքական ուժ չեք, ձեզ լռեցնելու կարիք չկա։ Դուք հանցագործների ուժեր եք, հավաքվել եք, պահելու են ինչ-որ գողացել եք ու ենթարկվելու Հայաստանը ենթարկացնելու ձեր շեֆերին, ովքեր ձեզ թույլ են տվել, որպեսզի դուք տանեք։ Հասկանում եք։ Որ դուք ինչ-որ բաներ եք ձևակերպել պետրեգիստրում, դա բացարձակ ոչ մի արժեք չունի այս առումով։ Իրավապահ համակարգի կիրառումը որպես քաղաքական զենք ծանր հարված է հասցնում երկրի տնտեսությանը եւ ներդրումային միջավայրին։ Ժողովուրդ, եկեք մի պահ պատկերացնենք, որ այո, իրավապահ համակարգի կիրառումը որպես քաղաքական զենք է օգտագործվում այս ուժերի նկատմամբ։ Եկեք մի պահ այդպես պատկերացնենք, ոչ մի խնդիր, հա? Մի վարքյան։ Ստացվում է, որ Փաշինյանը իրավապահ համակարգին, որը որ իր անմիջական բանի տակ է, ղեկավարության տակ է նաև գործում, կառավարության անդամներ են նգնեն նախարարը մյուսը ապա նա ունի ազդեցություն եւ դա կիրառում է որպես զենք սրանց դեմ հիմա դուք հիշում եք որ Հայաստանի Հանրապետությունը պարլամենտական երկիր դարձնելուց առաջ սահմանադրական փոփոխություն է եղել հիշում ենք չէ՞ սա սահմանադրական հանրակրվեն Հիշում ենք, չէ՞, ոնց են լցոնումներով սենց սաղացրել անցել։ Եթե անգամ լցոնումներ էլ մի պահ պատկերացնենք չի եղել, այսինքն իշխանության, այդ ժամանակների իշխանության պրոպագանդան եղել է, որ սա հիանալի սահմանադրություն է ու մեր պետությունը դեպի հարատևություն կուղեկցի, հա? Սա եղել է հանրապետականների օրոք։
Անդիմությունը, որը հանդիսանում էր նույն Նիկոլ Փաշինյանը, երկդաշինքը, Արամը Սարգսյանն, Ստյոպա Սաֆարյանը, այս մարդիկ ասում էին ժողովուրդ, սա Սերժը իր հակով կոստյում է կարում, այս սահմանադրությամբ, այո չասեք հանգարց, որովհետև եթե նրանց բերում է կառավարման դաշտ, ապա դա դառնալու է իր ձեռքին մահակ կամ զենք բռնաճնշումների համար հաշվի առնելով Խասյատն բնավորությունը հենց տենց են եղել։ Ապա Սամվել Կարապետյան ախպերդ խեր ամեն ինչ անում որ դա տեղի ունենա։ Քոչարյանականներ, ԲԿ-ականներ կոալիցիոն իշխանություն եք եղել։ Ինչի եք բերել դրան։ Այսինքն դուք ընդունում եք որ դուք ված, երբ որ այս նախադասությունն ասում եք, դուք ընդունում եք, որ դավաճանել եք ժողովրդին։ Դուք այդքան ուղեղ չեք ունեցել, որ այնպեսի սահմանադրություն բերեք, որը ժողովրդին ծառայի, որը պետությանը ծառայի։ Դուք դրանով դա եք ընդունում։ Դե կերեք։ Եթե դա այդպես է իհարկե։ Բայց դա այդպես չի, բանի առումով, որպես քաղաքական զենք չի կիրառվում, որովհետև դուք քաղաքական ուժեր չեք ու իշխող կուսակցությունն էլ կոնկրետ խոստումներ ա տվել, որը պիտի իրականացնի հանրությունը պահանջելու է, բա 31 թվի քարոզ արշավին դուք գիտեք հանրությունը ինչ է պահանջելու։ 31 թվին նորից ելնելու են, ինչ ասեն, մենք կնստեցնենք ժողովուրդը լասի հա լավ եկեք շանսնենք, չէ, ասել է կնստացնեմ, ընտրեք, մարդիկ ընտրել են, ասում են դա քեզ տեսնենք։ Ընդ որում իրավապահ համակարգը ինչքան կարողացել ձեզ փրկել է։ Եվ հանրության վրդովմունքը դատաիրավական համակարգի հանդեպ գեներացված։ Նաև դրա պատճառով է, որ ձեր նման խուլիգանները դրսերում են բավարարչի դեռ ընտրություններին էլ մասնակցում են, դեռ մի հատ էլ ազգային ժողովում ներկայություն ունեն փոխանակ դասական նորմալ քաղաքական գործիչների կամ քաղաքական ուժերի։ Հասկացաք։ Այնպես որ եթե դուք այս նախադասությունը կիրառում եք, ի վնաս ձեզ եք կիրառում։ Այստեղ է ամբողջ ծիծաղելի մասը կայանում։ Դուք ձեզ վարկաբեկում եք, ասում եք, հա, մենք ժամանակին տենց բան ենք բերել։ Ուղղակի մեր մտքով չէր անցնում, որ հեղափոխություն տեղի կունենա։ Սա է դա նշանակում։ Ակնհայտ է, որ այս ամենը չունի հանրային աջակցություն։ Կներեք։ Ակնհայտ է, որ այս ամենը չունի հանրային աջակցություն։ Դա ձեզ թվում է։ Այն որ հանրությանը բլոկել եք, որ հանգարց Երևան ու ֆեյքեր եք բերել տեղը դրել, ու դուք սկսել եք խաբվել ինքներդ ձեր ֆեյքերին, չի նշանակում, որ հանրությունը չի աջակցում այս process-ներին, ճիշտ հակառակ։ Հայաստանի Հանրապետության առնվազն ընտրողների մեծ ճնշող մեծամասնությունը աջակցում է։ Հենց աջակցելու է, որ բերել է իշխանության դարձյալ ԿՊ-ին։ Հայաստանին անհրաժեշտ է փոփոխություն, դե П-ով գրած, ճիշտ է П-ով է գրած, ըստ երևույթին ոչ Սամվել Կարապետյանն է տեքստը կազմող է եղել, ոչ Նարեկը, որը կապահովի իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն եւ հասարակության բարեկեցություն։ Անկախ արդարադատություն։ Քոչարյանի ժամանակ ու Սերժի ժամանակ դուք չեք պատկերացնի ինչ անկախ արդարադատություն ենք ունեցել։ Այնպիսի անկախ արդարադատություն ենք ունեցել, որ Հրայր Թովմասյանը հեղափոխությունից հետո ասում էր սահմանադրական դատարանը դա վերջին բաստիոնն է։ Քաղաքական թեմաներում դուք նայեք, քաղաքական հայտարարություններ անում։ Այսինքն քաղաքական պայքարի մեջ էր մտնում քաղաքական իշխանության հետ։ Պատկերացնում եք։ Այս հայտարարությունը անող առնվազն շատ լավ գիտի, չէ՞ ներսում սահմանադրական դատարանի ինչ կա չկա։ Դուք չեք լսել այդ հայտարարությունները, ինչ գնահատական եք տվել դրան, թե դուք տենց անալիզներ չեք անում, ինչ որ տենց քննարկումներ մասնագիտական եւ ես ինքս ես ինքս իրավունքի մասնագետ չեմ, բայց երբ որ իրավապահները զրուցում են կամ փաստաբանները, չգիտեմ, իրավաբանները նման քննարկումներ երբ որ լինում, ես ուշով լսում եմ նրանց, մտորում եմ դրա շուրջ, սովորում եմ նրանցից։
Այո, չեմ ամաչում այդ բառից, ես միշտ եմ սովորում։ Դուք ասենք հետ չեք ունեցել, սա ցույց է տալիս, որ դուք երբեք ինքներդ ձեր մասին օբյեկտիվ քննարկում առաջ չկաք։ Երբեք քաղաքական խոսակցության մեջ չեք մտել ձեր թիմի մեջ, թիմի հետ գոնե առնվազն։ Գնահատականներ ինքներդ դուք ինքնակննադատողությունից նույնպես հեռու եք։ Այսինքն դուք քաղաքական չեք։ Սա ապացույցն է։ Բայց եթե այս երկու ուժերի հայտարարությունները ժողովուրդ ջան դնենք իրար կողք, գիտեք ինչ է ստացվում։ Ասենք այս երկուսը սատարում են Գագիկ Ծառուկյանին։ Դե բնական է։ Եթե մեր հաղորդումը ունենար վերնագիր, երևի թե այսօրվա հաղորդման վերնագիրը կլիներ հետևյալը. «Էծի համար լավ է, քան մի սուրու ոչխարը»։ Կամ ռիբակա վիդել իզդալիկա։ Սս մի բան է դա ստացվում։ Իմիջայլոց մի հետաքրքիր բան տեսա, առանձնացրեցի, էլի շատ խնդալու է։ Ինչ է ասում բանը Իվետան։ Ասում է Ծառուկյանի տան խուզարկությունը Գինեսի ռեկորդների գրքում կարող է տեղ գտնել։ 13 ժամ է տևել։ Իվետա Տոնոյանն է սա ասում։ Տիկին Տոնոյան, այսինքն դրանով ուզում եք ասեք շատ բանով խուզարկություն է եղել, հա, լայնածավալ բան, չէ։ Պարզապես Ծառուկյանի տունն է շատ մեծ։ 13 ժամ ինձ թվում է նորմալ չեն խուզարկել, հաշվի առնելով տան մեծությունը։ Երկու սենյականոց բնակարան չէին խուզարկում, կամ 4։ Այն մարդ երկու արկանի տուն էլ չէին խուզարկում, որը կարող էր օբյեկտիվորեն տևել 13 ժամ։ Մի ամբողջ դղյակ դա տալիս է ինձ թերահավատություն այն մասով, որ արդյոք լավ են խուզարկել։ Չէ՞ որ այդ պալատի մեջ ահագին թաքնված սենյակներ կան, որտեղ որ խուզարկելուց հնարավոր է Լուկաշենկոին էլ գտնեին։ Կամ էլ հենց այդ խրտվիլակներից մեկի մեջ է նա, որ տարակ 190 խրտվիլակ։ Ու սա նույնպես առանձին գործ է, ապօրինի որսորդություն եւ այլն։ Սա նույնպես գործ է, քրեական։ Իմիջայլոց զգացել եք կենթանիներին, երբ որ տանում էին բան, չգիտեմ, օրենքի առումով որքանով է իրավաչափ, որքանով չէ, թույլ տվեք սա չմեկնաբանել, չգիտեմ, իսկապես չգիտեմ, որ կենթանիներին նույնպես ձերբակալեցին, տարան բանը Երևան քաղաքի կենթանաբանական այգի, դե գիտեք, այնտեղ նախ այգու տնօրինությունը պիտի համաձայնությունը տա, չէ, պիտի մի հատ ուսումնասիրեն, տեսնեն ինչ կենթանիներ են բերում, առողջ են, չնայած հանուն անկեղծան պետք է ասել, որ Գագիկ Ծառուկյանը իսկապես իր կենթանիներին շատ լավ էր վերաբերվում։ Եթե իր աշխատողներին այդպես վերաբերվեր, աշխատողները շատ ավելի լավ պայմաններում կլինեին։ Կենթանիներին հանդեպ առանձնահատուկ սեր ուներ, այդ կոնկրետ են կենթանիների, որոնք որ պահում էր ու շատ լավ էր վերաբերվում, հույս ունենան կենթանաբանական այգում այդ պահանջները կբավարարվեն։ Բայց այստեղ ես այդքան քանի որ տեսնում եմ ովքեր են կենտրոնացել այդ թեմայի վրա, ես այլ կերպ եմ մտածում։ Իսկ ինչ եթե օրինակ հարց ու պատասխանա չէ գնում, պարոն Ծառուկյան, կենթանիները ձերն են, հա, դուք եք խնամում, այո, դուք կալանավորվում ենք, կամ եք ում վստահում եք ձեր կենթանիներին, մենք կարող ենք վերցնել սա մեր խնամքի տակ, լավ, վերցրեք, մարդը կալանավորվում է, եթե ասենք դա տեղի չունենա, ասից չէ, դե աշխատողներս կպահեն, կամ այս իրավապահ մարմինները կարծեն, որ աշխատողները կպահեն, այս մարդուն ձերբակալեն, այդ կենթանիներից մեկին մի բան լինի, չեն ասելու, բայց տիրոջը ձերբակալել եք, այդ ձեր պատճառով Փաշինյանը վագրասպան է, հիմա էլ sense բան կձևակերպեիք, չէ, դաշնակները հաստատ կձևակերպեին, չէիք ասելու եք, ուրեմն այնտեղ մի խոսակցություն կարա եղած լինի, չէ, բայց երբ որ դուրս էին հանում քննչականից, լրագրողներից այդ մեկը ինչի այդ հարցը չտվեց, պարոն Ծառուկյան, տեղեք եք, որ տեղափոխել են ձեր կենթանիներին, բան, քաղաքային կենթանաբանական այգի ու
այդտեղ եղել է ձեր համաձայնությունը արդյոք թե ոչ։ Բա մի հատ հարցնեք, չէ, ոնց, մի րոպե, կենթանիների թեման եկեք ինչքան կարանք շարքենք, որովհետև մեր երկրում կենթանասերներ էլ կան։ Ինչ որ կերպ նրանց էլ սկսկպցնենք այս թեմային։ Ցնդելու բանը, բայց ունենք ինչ որ ունենք։ 13 ժամ ա տևել ասում, 13 ժամ։ Մեկն էլ կա, պարոն Սողոմոնյանը, ասում է, մի անգամ էլ 1920-ականներին են ընդդիմությանը վերացրել, նույնը տեղի ունենում հիմա։ Պարոն Սողոմոնյան, որ խնդրեմ, կասեք, որ ընդդիմությանն են վերացրել 1920 թվականին կամ 20-ականներին։ Ինչ ընդդիմության ու ինչպես են վերացրել։ Մենակ խոսելով չի, չէ՞։ 1920-ականներին, ասում եմ, տեսնես 1920-ականներին ում են վերացրել։ Ինչ որ առանձին մարդիկ կան, որ պետությունը նոր էր կազմավորվում կամ արդեն հանձնվում էր ցարական Ռուսաստանին կամ բոլշևիկյան Ռուսաստանին, առանձին դեպքեր կլինեն կրակոցիներ, բան այսօր էլ ենք տեսնում ամեն օրով։ Հա։ Բայց որ քաղաքական ընդդիմությունով ա եղել 1920 թվականին։ 1920 թվականի դեպքերը լրիվ ուրիշ բանի մասին են, եթե տեղյակ չես։ Ստեղից ընդերից ինչ որ կիսատ պռատ բաներ չարժի էլի խոսալ, չարժի։ Դրանով ցույց եք տալիս, որ այո, շատ համոզիչ կերպով նվաճում եք Գագիկ Ծառուկյանին սատարողի իրավունքը։ Լուրջ եմ ասում։ Բայց ժողովուրդ ջան, ես այս թեման սպասենք, տեսնենք ինչ կստացվի։ Մի հուզիչ բան էլ կա, Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացել կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ դուրս է գալիս ուժեղ Հայաստան դաշինքից։ Իմիջայլոց էլ արդեն որերորդ անձն է դուրս է գալիս ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակից։ Ոնց որ որոշ մեկի երեսը չի բռնում, մանդատը պայի ձեռքը ու գնա ազգային ժողով, գիտեք, վերջում կարող է մի 7 հոգով մնաք Նարեկ Կարապետյան։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի անդամ փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, նշելով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եւ խնդրել իրեն հանել դաշինքի նախընտրական ցուցակից։ Այսօր ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացել ԿՀ, խնդրելով ինձ հանել ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից։ Այսուհետ շարունակելու եմ զբաղվել իրավապաշտպանական, փաստաբանական գործունեությամբ, որի կարիքը Հայաստանում շատ է լինելու։ Սա պայծառատեսություն է, սա պայծառատեսություն է։ Մարդը վստահ է, որ դրա կարիքը շատ է լինելու, հեսա իր թիմին էլ հերթով ձերբակալելու են, բա ով է տիրություն անելու։ Իմիջայլոց Վահան Հովհաննիսյան, դու ին վրա ինչ-որ գործ էիր սենց սկսել, կազմել, քնչական, դատախազություն, չգիտեմ ինչեր էիր անում, ինձ դարձրել էիր մի վայրի գազանով հարցակվել է, չգիտեմ ում վրա։ Ինչ եղավ այդ գործից, նորություններ կան։ Թե տենց լուսաբանեցիք, ինչքան կարեք պախարակեցիք անունս ու անցակ առաջ։ Ձեր բաներով, ձեզ պատկանող կայքերով, Սաթիկ նյուզային էջերով։ Նորություններ կան, արդեն տարին անցավ։ Տարին, տարին։ Վանով, շատ լավն է, բայց մարդը իր բերանով ասում է, որ առաջիկայում նման բաներ դրա կարիքը շատ է լինելու, ես դուրս եմ գալիս։ Շատ լավն է։ Լավ, Վահան Հովհաննիսյանն էլ թող մնա այսքանով եզրափակենք, տեսնենք նրա պայծառատեսությունը որքանով կաշխատի։ Հիմա եւս մի եկեք գեղեցիկ նոտայով այսօր ավարտենք, հա։ Ուրեմն Մարտակոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել։ Մինչ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, Մարտակոսը կարծես թե նման քայլ է անում։ Այդ ամեն ինչի դեմ երևի թե։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը Facebook-յան իր էջում գրել է. Ծիրանը խորհրդանշում է այն փոփոխությունը, որը տեղի է ունենում Հայաստանում։ Անցյալ ամսվա ընտրություններում հայաստանցիների մեծամասնությունը քվեարկեց այն կուսակցությունների օգտին, որոնք ցանկանում են ավելի սերտ համագործակցություն ունենալ Եվրամիության հետ։ Ռուսաստանը փորձել էր ազդել ընտրությունների արդյունքների վրա, սահմանափակելով հայկական մրգերի եւ ծաղիկների ներմուծումը։ Ի պատասխան Եվրամիությունը աջակցել
աջակցեց Հայաստանին բացելով իր շուկան այդ ապրանքներից շատերի համար։ Ահա թե ինչու երբ անցյալ շաբաթ Հայաստանում էի, Բրյուսել վերադարձա հայկական ծիրանով լի մեծ զամբյուղով։ Ես դες ո՞նց է ծիրանով թողել ինքնատիր նստեք։ Մեզ չեն թողնում։ Դրանցից շատերը լվիրեցի ընկերներից, իսկ մնացածից ջեմ պատրաստեցի։ Երբ սուպերմարկետ գնաք, ուշադրություն դարձրեք հայկական ծիրանին, սալորին կամ բալին։ Դա փոքր քայլ է, որը կարող է օգնել հայ ֆերմերներին եւ աջակցել իրենց երկրի ժողովրդավարական ընդդիմությանը։ Ահա, այսպեսի ժպիտ առաջացնող նորություն, հուսանք ջեմերը վայելելուց եւս մեկ հրապարակում Մարտակոսի կողմից կտեսնենք եւ ես մեր հայրենակիցներին ասեմ հետեւյալը, տեսեք, ոչ մեկ ամբողջ աշխարհը ճանաչում է մեր ծիրանը, դուք ենթագիտակցորեն նկատի ունեիք Ռուսաստանի Դաշնությունը, որովհետեւ աշխարհը նոր է սկսում ծանոթանալ հայկական ծիրանի հետ, չնայած աբրիկոս բառը ամբողջովին ինքը իրանով հայերեն բառը, որը լեզվաբանական առումով, չէ, բացատրական առումով, որը նշանակում է հայկական սալոր։ Այդ մարդիկ հարյուրավոր տարիներով ապրիկոս ամեն ձև ասում են, ամեն սլենգով ասում են, բայց իրենք էլ դրա մասին լավ չգիտեն։ Այնպես որ այսօր նոր աշխարհում սկսում են ծանոթանալ ժամանակակից աշխարհում հայկական ծիրանի եւ մյուս պտուղ բանջարեղենների հետ, հուսանք որ այդ ծանոթությունը դրական ազդեցություն կթողնի եւ հավելյալ ճանաչում կբերի նաեւ մեր Հայաստանի Հանրապետությանը։ Եթերում Ազատ շփումներ, կհանդիպենք։